Ազոտը կարող է առաջացնել շփոթություն։ Մոլիբդենը օգտագործվում է հզոր գործիքների արտադրության համար։ Մարդու մարմնում 20 քիմիական տարր կա։ Մարդկային ուղեղում յուրաքանչյուր րոպեում ավելի քան 100,000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Սրանք հետաքրքիր փաստեր են քիմիայի մասին, որոնք եւս մեկ անգամ ապացուցում են այն ամենուրը եւ կյանքի անբաժանելի մաս։ Մայիսի 25-ը նշվում է որպես քիմիկոսների օր։ Տարբեր երկրներում տոնը յուրովի է անցկացվում, նույնիսկ եղել են դեպքեր, երբ այդ օրվա հերոս է դարձել որևէ քիմիական տարր։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական լաբորատորիայում Մենդելեևի աղյուսակից առայժմ որևէ մեկը չեն առանձնացրել։ Բոլորն են ուշադրության արժանի, ասում են։ Մասնագիտական տոնը պարտադիր նշում են եւս մեկ անգամ կարևորելով գիտությունն ու ոլորտի մասնագետներին։ Մեզ նաեւ թոշակի անցնող մարդիկ ունենք, միշտ տրադիցիոն իրանց ճանապարհելուց նաեւ միջոցառում բան են կազմակերպում։ Երևի քիմիկիների օրը մի քիչ հետաձգենք, որպես միջոցառում այդ ժամանակ անենք։ Կոմբինատի քիմիական լաբորատորիայի 107 աշխատակիցներին է վստահված փորձանոթների հետ աշխատելու պատասխանատու գործը։ Հարստացուցիչ ֆաբրիկայից բերված նմուշներից 34 քիմիական տարի ու ոսկու պարունակությունն են որոշում այստեղ։ Մեր եզրակացության հիման վրա արդեն հանքաքարը գալիս է ֆաբրիկայից դուրս եկող, նաև խտանյութի վաճառքով, բանով բոլորը կախված է մեր արդյունքներից։ Մեր առօրյան է, մեր կյանքն է քիմիան, ես տենց կասեի։ Ամենտեղ կա քիմիան։ Ուղղակի պետք է շատ ուշադիր աշխատել։ Քիմիան չի սիրում շեղումներ, քիմիան սիրում է ճշգրտություն։ Օրինակ Տիկին Մարինեն 30 տարվա աշխատանքային փորձի շնորհիվ կարողանում է հոտառությամբ առանձնացնել թթուները։ Ազոտականը, աղաթթուն, ծծեմբականը, սմեսներով ենք աշխատում, խառը, այնտեղ տալիս եք աշխատում ենք հիմքով, ամյակով, մեր քացախը, աշխատել եմ բոլոր բաժիններում, այս վերջին 20 տարին աշխատում եմ հենց այս պատրաստի արտադրանքի անալիզի բաժնում։ Այստեղ էլ բոլոր գործերը պետք է բոլորս իմանաք։ Սկզբից իհարկե չէի պատկերացնում, ինչ աշխատանքային սպասում, բայց բավականին հետաքրքիր։ Ավագ լաբորանտներն ասում են, քիմիկոս դառնալու համար անհրաժեշտ է բարձրագույն մասնագիտական կրթություն։ Եթե միտեղ թերացար, այդ կշիռայ մեթոդում թիվդ կկորցնես։ Երիտասարդ լաբորանտ Սրփուհի Սահակյանը գիտելիք եւ հմտություն ձեռք է բերում տեղում ավագներից, ասում է պարտավոր չես քիմիա սիրել, բայց ընտրածդ աշխատանքը պետք է լավ կատարես։ Հեռու էի քիմիայից, չէի սիրում դպրոցում, բայց արդեն աշխատելով սկսեցի սիրել, խորհուրդ կտայի սիրեն, կյանքում իրենց հաստատ պետք է գալու այս առարկան։ Եթե քիմիական լաբորատորիային մեծ մասամբ կանացի ձեռքեր են հարկավոր, ապա նույնը չի կարելի ասել ոսկու հարգորոշման բաժնի մասին։ 9 տղամարդկանցից բաղկացած կոլեկտիվը փուլ առ փուլ ջերմային տարբեր մշակումների ենթարկելով որոշում է հանքաքարում ոսկու պարունակությունը։ Անկախ ամեն ինչից, թե մարդը որտեղ է աշխատում, պետք է առաջին հերթին սիրի իր աշխատանքը, պահպանի բոլոր անվտանգության կանոնները եւ ինձ թվում է գործը շատ իրաբնական հունով կգնա։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական լաբորատորիայում ամենօրյա աշխատանքով ձգտում են մարդ-նյութ շփումը նվազեցնել։ Վերջերս վերազինվել են նորագույն սարքերով, դրանց շնորհիվ այսուհետ ձեռքի տակ ունենան նաև շրջակա միջավայրի վերաբերյալ սեփական ուսումնասիրության արդյունքները։ Նոր սարքավորումները հիմնական թույլ կտան մեր շրջակա միջավայրի պատկերացումները, անալիզները, օդի աղտոտացությունը կամ ջրի մեջ ինչ-որ մետաղների պարունակությունը ավելի ճշգրիտ մեր կողմից որոշենք ռիսկերը գնահատելու համար։ Քիմիկոսների տոնի առթիվ կոմբինատի լաբորատորիայի աշխատակիցները շնորհավորանքներից բացի հորդորում են անտարբեր չլինել իրենց մասնագիտության հանդեպ, ընտրել, սովորել ու սիրել, աշխատաշուկայում այն հեռանկարային է։